Բարև ձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, խոսում ենք թթի մասին, քանի դեռ այն ունի տերևներ, որոնք չափից ավելի դեռ նուրբ են, այն օգտակար է յուրաքանչյուրի համար, իսկ հատկապես նրանց, որոնք ունեն շաքարային դիաբետ։ Իհարկե, այսպես թութի տերևները քաղում ենք դնում հովտեղ եւ օդ խաղացող, որպեսզի չորանա, որպեսզի ամբողջ տարվա համար դուք ունենաք։ Իսկ հիմա ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս թութի այս մատղաշ տերևները, թարմ տերևները, տեսնում եք ինչ ընտիր են, լցնում եք մոտավորապես այսպեսի մի 10 հատ եռացող ջրի մեջ կես լիտրանոց եւ ամբողջը թուրմի տեսքով խմում, սկզբում առավոտյան, հետո ամբողջ օրը կարող եք որպես թուրմ առանց շաքարի։ Այն կարգավորում է շաքարի տոկոսը արյան մեջ եւ ուզում եմ ասել, եթե մի փոքր անց խակ արդեն թութը, բայց ոչ լրիվ հասած ջրադի, մի քիչ խակոտ ուտում է այն մարդը, որը ունի խնդիր աղեստամոքսային տրակտի, ապա այն կարելի ասել փորկապություն է առաջացնում, եթե իրեն մոտ մշտական օրը մի քանի անգամ խնդիր է աղիները գործելու, այն փորկապություն է առաջացնում, իսկ այն մարդը, որը ունի փորկապություն եւ ուտում է հասուն պտուղները, ապա նրա մոտ ստամոքս աղիքային տրակտը գործում է, բայց իմ շատ սիրելի ժողովուրդ, թութը պետք է ուտել այնպես, որ հետո դրանից հետո չուտել ծանր մսային սնունդ, որովհետև միսը արագ մարսվում է, իսկ թութը կերած մեր սնունդը չի թողնում, որ այն մարսվի, մնում է ստամոքսի վերին շերտում եւ սկսում է թթվել, վերեացվում այնտեղ սպիրտային պարունակության, որը արդեն ազդում է լյարդի վրա։ Բայց մենք ուտում ենք այնպես, որպեսզի հետո ուտենք թեթև սնունդ, կես ժամ հետո։ Ուզում եմ ասել, շուտով թթի սեզոնն է, աղեստամոքսային տրակտը լավացնելու եւ իմ շատ սիրելի ժողովուրդ, շաքարի տոկոսը արյան մեջ լավացնելու համար պետք է օգտագործել թթի տերևները։ Իսկ այն մարդը, որը ունի շաքարային դիաբետ եւ ուզում է անպայման թութ ուտել, գոնե պետք է ուտի ոչ շատ քաղցր տեսակը, պետք է ուտի մի փոքր, ոչ շատ հասունացած բժշկի պետք է դիմել, որպեսզի շաքարային դիաբետ չունենանք։ Մանավանդ եթե նոր է շաքարային դիաբետը, ապա այն կարելի է վերացնել։ Առողջ եղեք։